Հայ առաքելական եկեղեցու դեմ տարին սկսվել է և պայքարը արշավը շարունակում են Նորթափեստանում, այսպիսով հիմա մայր տաճարում վեհափառ հայրապետի օրհնությամբ և գլխավորությամբ Սուրբ Պատարագ է իրականացվում, սրան զուգահեռ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ որոշ ՔՊԱ-ականներով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում են, որտեղ իրենք մոտ մի քանի ժամից մոտավորապես ուխտերթ են իրականացնելու։ Խնդրեմ ես մասով ձեր տեսակետը այս արշավը, որ իրենք նախաձեռնել են, այդ խայտառակ պատկերը ինչպես էին կառավարական տանը Փաշինյանի հետ ստորագրում այդ խայտառակ թուղթը 10 տիրադավների մասին է խոսքը։ Իմիջիայլոց ես կուզեմ նաև դուք անդրադառնաք Տեր Հովնանին, պարոն Սասունյան, իր այս կեցվածքը ինչի դրսևորում է, խնդրեմ։ Ուրեմն այնիշ որ դեղի ունենում է ամիսների ի վեր մեծ խայդարագություն է, մենք խայդարագում ենք աշխարհի առաջ, անընդհատ խոսում ենք, որ մենք առաջին քրիստոնյա ժողովուրդն ենք եւ ահավասիկ ինքնիշխան Հայաստանի պետությունը ղեկավարը փորձում է գործանել Հայաստանի եկեղեցին։ Վերջերս Փաշինյանը ասել էր, որ գաթողիկոսները թարերը ի վեր նշանակվել են Օսմանյան գաչության կողմից, Պարսկաստանի կողմից, Ռուսաստանի կողմից, նախ այդպիսի բան չկա, դա գեղձիկ է, բայց հետաքրքիր է, որ ինքը այդպիսի խոսքեր է ասում, ուրեմն եթե նախկինում թուրքերը որոշել են թե օգտագործնելու, հիմա էլ ուրեմն Փաշինյանը ինքը խաղում է թուրքերի թերը, նույն թերը, որ թուրքերը խաղացել են ըստ իրեն, ինքն էլ հիմա խաղում է թուրքերի թերը, որ կաթողիկոսը ինքը ուզում է որոշել թե ով է լինելու։ Կաթողիկոսի ընտրությունը մեր ժողովրդի պատգամավորների որոշումն է եւ ոչ Փաշինյանի, ոչ Էրդողանի, ոչ Ալիև, ոչ մեկին եւ մի բան է որ անցյալ մի 100 տարի առաջ կամ մի քիչ ավելի անկախ վերություն չունեինք եւ մենք հայ ժողովուրդը ապրում էինք զանազան երկրների մեծ մասը Օսմանյան գաշությունում, այս հիմա մենք ապրում ենք ազատ անկախ Հայաստանում։ Ուրեմն ինչ է առավելությունը անկախ պետություն ունենալուն, եթե մենք պիտի ապրենք նույն պայմաններում, ինչ որ ապրում էինք թուրքական լուծի տակ, այսինքն եթե թուրքերը մեզ բարձրացնում էին որոշ բաներ, հիմա էլ Փաշինյանը բարձրացնում է հագահայ, հագասխային բաներ, ուրեմն բան չի փոխվել։ Ուրեմն անկախ Հայաստան չենք ապրում, այլ դերաբետված անիշխան մի հողատարածք է, որ թելադրվում է Թուրքի ուժերի կողմից եւ Փաշինյանը բարձրապես իր դերակատարությունն է անում, գործադրելով իրեն դրված հրահանգները։ Ներողություն, մի ուրիշ բան էլ հարցրեցիք եկեղեցու մասին։ Այս իրենց արշավը, որ իրենք այդ տիրադավների հետ կառավարական տանը, որ ստորագրեցին, եւ Տեր Հովնանի հետ կապված մասնավորապես։ Ուրեմն ես արդեն վաղուց վերջին շաբաթն ասել եմ, որ վեհապարը ինքը հասկանալի է, վեհապարը ինքը չի ուզում իշնել Փաշինյանի մագարտագին եւ ամեն լկտի խոսքեր, որ Փաշինյանը ասում է ինքը եւ իր գինը Facebook-ի էջերում, վեհապարը ճշտակարակը շատ քաղաքավար, զուսպ, երեք էլ որ մի հայտարարություն անցեց միաձենը շատ զուսպ գոչեր անում, որ այդ գերականները ետ կանգնեն իրենց այդ վարվելակերպից, բայց ես կարծեմ որ ժամանակը եկել է, նույնիսկ անցել է մի քիչ էլ, որ այդ բոլոր 10 կամ 12 եպիսկոպոսները, arczepiskopոսները պետք է ամիջապես կարգալույց արվեն, որովհետև իրենք խախտել են Հայաստանից եկեղեցու բոլոր սկզբունքները, որ իրենք ուխտ են արել, որ պետք է պաշտպանեն կյանքի գնով, եւ իրենք ոչ մի իրավունք ունեն, այսպես Փաշինյանի հետ նստելով, որոշելու թե կաթողիկոսը ով պիտի լինի, դա իրենց որոշումը չի։ Դա եկեղեցական խորհրդի ժողովն է, որ որոշվի, բոլոր պատգամավորները կգան թե Հայաստանից, թե Սփյուռքից, ընդրված պատգամավորներ եւ մեծամասնության քվեով որոշվի թե ով է կաթողիկոսը։ Նաեւ ուզեմ այս առիթով մի բան նշել, որ այդ փաստաթուղթը, որ այդ 10 կամ 12 ստուակրեցին Փաշինյանի հետ միասին, Փաշինյանը, որ ամիսների էր հոխորդալով ասում էր, որ ես հավատացյալ
անդամ եմ Հայաստանից եկեղեցու, մտահոգ եմ Հայաստանի եկեղեցիով եւ անում են ամեն ինչ որպես մի հայ անհատ եկեղեցու անդամի, բայց այդ փաստաթուղթը, որը ստուակրեց երեք երկարծեմ կամ արչիոր, ստուակրեց ինքը որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ գրվել է այդ թղթի վրա, որ երևում է կամերայի վրա, որ ինքը ստուակրում է այդ թղթը որպես վարչապետ։ Այսինքն ինքը իր ամուսները իվեր արած գեղձիկները սուդերը շրեց այդ ստուակրությամբ, ուրեմն ինքը ինչ որ անում է ոչ թե որպես հավատացյալ, այլ որպես վարչապետ, ինչ որ շատ լուրջ հիմնական խախտում է Հայաստանի սահմանադրության։ Ինքը ոչ մի իրավունք ունի խառնվելու որպես վարչապետ, որպես անհատ կարող է իր գարձիկը հայտնել այդքան, բայց անշուտ ինքը իր գարձիկը հայտնելու դեր շատ ավելի հերուն գնացել է, քան թե գարձիկ հայտնելը, բայց հիմա էլ լրիվ այդ շղարշը վերածվել է իր թեմքից, նույնիսկ չի փորձում խաբել մեր ժողովրդի, որ ինքանում է որպես Հայաստանից եկեղեցու բարձ անդամ, այլ ինքանում է որպես վարչապետ, մի բան որ իրավունք չունի անելու, անկախ թե եկեղեցին ինչ հարցեր ունի, այդ եկեղեցու իրավունքն է, բալասանությունն է այդ հարցերը լուծելու ներքին գարկով, որ հարյուրավոր տարիներ ունենք մենք մեր process-ը այդ հարցերը լուծելու, որևէ ադեն վարչապետը իրավունք չունի խառնվելու ըստ սահմանադրության, խախտում է։ Եթե մեկը գա, որ պետք է իր պաշտոնեն հեռացվի, այդ անձը ոչ թե կաթողիկոսն է, այլ վարչապետն է, որտեղ ինքը 7 տարի է խախտել է բազմաթիվ անգամներ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը եւ խախտել է հարյուրավոր օրենքներ։ Այդ մարդը իրավունք չունի վարչապետ լինելու, պետք է հեռանա կամ հեռացվի եւ թադվի։ Ինչ վերաբերում է Արևմտյան Ամերիկայի առաջնորդին, այո, շատեր ցավի սիրտ հետևում են այս բաներին եւ հուսանք որ երկար չդեպի էսի, որտեվ բեապարը շուտով գարկալուց գանի թե Հոլանդ Սրբազանին եւ թե մյուսներին եւ նոր ընտրություններ կկատարվի մեր Արևմտյան Ամերիկայի թեմում եւ կընտրվի նոր առաջնորդ, որտեվ չի կարելի եկեղեցու առաջնորդ լինել եւ գոչ ուղղել, որ վեապարը դուրս գա իրաթորից։ Մի վեապար, որ 27 տարի է աթորի վրա նստել է, Հովնան Սրբազանը եւ մյուսները իրեն ենթարկվել են, կորզակցել են, կովասանք են արել եւ մի անգամից 27 տարի յետք այս մարդիկը նոր արթնանում են, ասում են, չէ, այս խնդրումը կամ այս խնդրումը, այդ խնդիրները նաեւ գային անցյալում Ինչի համար որ մինչև վերջին ամիսներին մեկ բառ չէին ասում այդ մասին։ Ուրեմն 27 տարի խնդրեմ չկար, մի անգամից այդ հարցերը 3 ստեղծվեցին։ Այդպես չի, դա անընդունելի մի բան է։ Պետք է ամիջապես կարգալուց արվեն այդ բոլոր որ հագարակ են վեապարին։ Եվ ինչ ունենք անելու նաև մենք, որպես հավատավոր ժողովուրդ կանգնեցնելու այս արշավը, ինքը արդյոք կգնա սադրանքների թե ոչ, եւ պետք է սпасել, ինչպես ասում են, հետևանքի դեմ պայքարել թե, ի սկզբանե հայ հավատավոր ժողովուրդը, չնայած հիմա մայր տաճարում ուղղակի ասարկծելու տեղ չկա, մարդիկ պատարագի են մասնակցում, ցույց տալով իրենց անվերապահ աջակցությունը վեհափառ հայրապետին եւ հայ առաքելական եկեղեցուն։ Նաեւ մոռացա ասելու, որ երբ որ Փաշինյանը գնում է զանազան եկեղեցիներ, որ իր գամագադարները գարկալուց քահանաները մադարակ են անում, եւ չեն հիշադակում վեապարի անունը, այդ քահանաները, որ քահանա չեն այլևս գարկալուց են, իրենց արարքը սրբապոզություն է եւ վարչապետը գնալով այդ մադարակներին ինքն էլ սրբապոզում է այդ դարածքը եկեղեցին եւ ինքը ընդունում է հաղորդություն այդ գարկալուց կանայի ծերից այդ էլ սրբապոզություն է ուրեմն շատ մեծ ամոթ է եւ մեր ժողովուրդը պետք է ըմբոստանա եւ չընդունի այս բանը եւ մեր ժողովուրդը պետք է գանկնի մեր վեապարի գողքին եւ թույլ չտա որ որևէ դեսաբի ոտնձգություն լինի
Ղարաբաղյան կողմից մեր եկեղեցու որտեվ վարչապետը որ ասում է չէ ես եկեղեցի թեմ չեմ բայց վեհապարի թեմ եմ այդպես չի ինքը թեմ է Հայաստանից եկեղեցու որտեղ ինքը ուզում է քանթել վերջին այդ արգելքը որ կա որովհետեւ ինքը անա ինչ որ ուզում է Հայաստանում այսինքն Հայաստանը որպես հայկական հանրապետություն գործանվի եւ անի անիշ որ թուրքերը եւ ազերները բանջում են Իրանից ուրեմն էսի մի բայկար է վարչապետի եւ հայերի ճշնամիներին ընդեմ վեհապարի եւ Հայաստանից եկեղեցու Շնորհակալություն, պարոն Սասունյան, որ համաձայնեցիք այս զրույցին։ ամենայն սիրով փոխորձես